Ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, ուրեմն ես ընդհանրապես կողմնակից եմ, որպեսզի քննարկումները լինեն մարդկային հենքի վրա եւ որտեղ ուզում է դա լինի։ Թիվ 1 քաղաքական ամբիոնից թե ընդհանրապես կյանքում եւ իհարկե կոչ եմ անում իմ գործընկերների մնալ մարդկայինի շրջանակներում, որը շատ կարեւոր է նաեւ մեր ժողովրդի համար եւ պետության համար։ Հիմա ըստ էության։ Իհարկե, պարոն վարչապետ, ես հասկանում եմ, որ ձեզ շատ ծանր իրավիճակ է բաժին հասել եւ որպեսզի դուք կարողանաք այս ճանապարհը միջև նոր բյուջեի ընդունումը անցնել շատ արժանապատիվ, կարողանալ ապացուցել ձեր մտքերի եւ ձեր ծրագրերի արդարացիությունը, որը հեշտ բան չի, որովհետեւ նախորդ կառավարության գործունեությունը ապացուցել է տարեցտարի, որ իրավիճակը վատացել է եւ այդտեղ կան օբյեկտիվ պատճառներ, բայց նաեւ կան առավելապես սուբյեկտիվ պատճառներ։ Այսինքն սուբյեկտիվ ասելով ես հասկանում եմ այն խնդիրները, որոնք առաջացել են անարդյունավետ եւ հակապետական կառավարման արդյունքում, որը հաճախ նրանք էլ չեն հասկացել, որ այդպիսի քայլեր են կատարում։ Սա իհարկե ունի կենսագրություն, ասինքն մեր հանրապետությունը նոր չի ծնվել, այս ամբողջ տարիների ընթացքում եղել են ավանդույթներ։ Մեր պետությունը տարբերվում է աշխարհի շատ պետություններից զարգացած, ոչ թե նրանով, որ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ավել է կամ պակաս է, որ մենք ունենք մեզ հատուկ ավանդույթներ եւ ապրելակերպի վարքագծի կանոններ։ Կհաջողվի մեզ փոխել այդ կանոնները, որ մենք ապրենք, շատ բարդ բան է։ Շատ բարդ է դա փոխել, որովհետեւ մենք հասկանում ենք երջանկությունը, հասկանում ենք արդյունավետությունը այնպես, ոնց որ մենք ապրել ենք, որովհետեւ մենք ապրել ենք անցումային շրջանում։ Այսինքն, չի եղել օրենքների կատարյալություն, մարդիկ ովքեր եղել են բանիմաց, մի մասը իհարկե լքել է հանրապետությունը եւ հաջողությունների հասել դրսում, մի մասն էլ այստեղ է հաջողության հասել, եւ երբ որ անցած 6-7 տարիների ընթացքում իրավիճակը փոխել է դեպի բացականը, ես դրա մասին շատ եմ ասել։ Մարդիկ փորձում են չհաշտվեն այդ կորուստների հետ։ Այսինքն մարդը ապրում է, ինքը իր ունակությունները ցուցադրում է եւ հանկարծ արդյունք քիչ է ստանում կամ ընդհանրապես չի ստանում։ Ես դրա մասին ասել եմ, ելի եմ ուզում ասեմ, մարդը, որը խոշոր կապիտալատեր է, մնում է իր կապիտալների հետ մենակ։ Այդ որ ասենք ասում են այսքան հողեր եւ այլն, ոչ թե մարդկանց սեփականությունն են իրենց ձեռքից առնում։ Դուք երեք միտք ասեցիք ես դեմ եմ, որ զորբայության ձևով մարդու ունեցվածքը եւ բիզնեսը վերցնեն։ Ոչ թե կոնկրետ ֆիզիկապես է դա վերցվում, այլ պայմանները այնպեսին են ստեղծվում, որ ինքը կորցնում է իր շուկաները եւ արդեն դառնում է անարդյունավետ։ Հիմա ինչ անի այդ մարդը, որ իր 20-30 տարվա իր առավելությունը, իր մտավոր կարողություններն է եւ իր արժեքն է, իր ուրեմն համբավն է այս պետության մեջ։ Կորցնի գնա թե ինչ անի։ Սա շատ կարեւոր լուրջ հարց է եւ հաճախ շատ խոշոր եկամուտներ ունեցող, նաև միջինից խոշոր ունեցող ընտանիքներ իրենց երեխաներին երբ որ ուղարկում են արտասահման կրթություն ստանալու, նրանք հույս ունեն, որ այդ երեխաները այնտեղ կրթություն ստանալով կարող են ցիվիլ, քաղաքակիրթ միջավայրում ապրեն եւ կառավարեն նաև իրենց կապիտալները։ Նրանք չեն ուզում, որ իրենց երեխաները անցնեն այն ռիսկերով, որի միջով այս սերունդը անցել է։ Սա լուրջ, մենք բեկումնային փուլում ենք գտնվում։ Հիմա տնտեսական ցուցանիշների մասին։ Այո, ես անկեղծորեն պետք է ասեմ, որ Բարգավաճ Հայաստանի մեր առաջարկությունների մեծ մասը ընդունվել է, սա պետք է անկեղծորեն ասենք, մանրամասնեմ մի քանի առաջարկներ, իհարկե սահմանի վրա ավելացված արժեքի հարկի փուլ առ փուլ հետաձգումը մենք իհարկե ունենք օրենսդրական նախաձեռնություն, սակայն դա ոչ միայն մեր մոնոպոլ կարծիքն է եղել, 200 միլիոնի շեմը իջեցնել 100 միլիոնի, արդյունաբերական գոտիների ստեղծումը, սուբսիդիաների ավելացումը իհարկե ցանկալի էր, որպեսզի ծրագրում գրվի ինքը ավելի կոնկրետ եւ ժամանակային, որը ծրագիրը կդարձներ ռիսկային։ Դուք գնացել եք ձեր տեսանկյունից, կառավարության տեսանկյունից քիչ ռիսկային ճանապարհով, որովհետեւ ես նորից եմ կրկնում, սա կարող եմ ասել, որ դիրքային ծրագիր է, այսինքն դիրքեր գրավելու մոտ ապագայում։ Միգուցե ձեր տեսակետից դուք ճիշտ եք վարվել, բայց հանրությունը ակնկալում է շատ կոնկրետ ցուցանիշներ, կոնկրետ ժամկետներում, եւ սրա մասին ես ասել եմ, 3 հիմնական ցուցանիշ կա՝ 5% տնտեսական աճ, 65000 դրամ նվազագույն աշխատավարձ եւ 10%-ով աղքատության կրճատում։ Դրանից դուրս որևէ քանակական ցուցանիշ չկա։ Սա նշանակում է, որ բոլոր որակական ձեռքբերումները հիմնվելու են այդ 3 ցուցանիշների մուլտիպլիկատիվ էֆեկտների վրա։ Ասենք եթե աղքատությունը կրճատվի 6 կամ 7%-ով, հիմա ո՞նց են գնահատական տալու, կատարել եք թե չէ։ Կամ 65000 դրամ աշխատավարձը ցածր է, հիմա արդեն 75000 դրամ է ընդհանուր համակողմանի սպառողական զամբյուղը։ Այսինքն խնդիրներ կան, որոնք անբավարար են։ Խնդիրներ կան անբավարար են, բայց ես ձեզ ասել եմ եւ նորից հորդորում եմ, որ երբ որ դուք ասում եք բարձ արդարացի, ես 1 ամսում կլուծեմ այս հարցը։
ես 6 ամսում կլուծեմ այս հարցը, ռեսուրսը սա է, բայց պետք է ասեք, որ այդ լուծման ընթացքում կարող է լրացուցիչ ռեսուրսներ հանդես գան։ Ոնց որ դուք խոսեցիք խոշորների ստվերայինի մասին, դրա մասին մենք բոլորս տեղյակ ենք եղել։ Այսինքն, եթե դա հասունացել է հիմա եւ դուք կարող եք դա լուծել, պետք է ասեք, որ ես ունակ եմ։ Դրա համար ես նաեւ ձեզ մյուսն եմ ասել։ Ասել եմ, որ բացառության, պաշտպանության, անվտանգության, Ղարաբաղի հարցի եւ այլն, վարչապետը եւ մի շարք առանցքային նախարարներ պետք է քաղաքական որոշումների վրա 50% ազդեցություն ունենան, 50% նվազագույնը, որպեսզի դա ձեզնից է պահանջվելու եւ այդ 50% ազդեցությունը պետք է դուք օգտագործեք, որովհետեւ դա կարող է լինի մի տարի, կարող է լինի 2 տարի, Աստված թող ավելի շատ երկարացնի։ Սա լուրջ հարցեր են, որ քաղաքական թիմը, կառավարությունը նախ եւ առաջ քաղաքական թիմ է, դուք վերցրել եք պատասխանատվություն, պետք է այստեղից ապացուցեք, որ այդ քաղաքական որոշման վրա ազդեցությունը դուք ունեք։ Ես այնքան էլ չեմ հավատում, որ երբ որ մեր ինստիտուտը, Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը շատ ուժեղ է, եւ երբ որ ասում են, սա քաղաքական որոշում է, վերջ, ուրեմն այդտեղ պետք է փոխել, այդ հոգեբանությունը պետք է անպայման փոխել եւ այստեղ պետք է այդ մենաշնորհը որոշակի ազատականացնել։ Հիմա կոնկրետ արդյունաբերության մասին։ Արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության հայեցակարգը ըստ էության ձախողված կարելի է համարել եւ այն ենթաճյուղերը, որոնք ամրագրված են եղել Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ, սրանք պետք է փոխել։ Ինչ եմ ես ասում։ Շատ ուրեմն արտարոց մենք լուրջ ցուցանիշ ունենք, հանքարդյունաբերության ոլորտում մենք ունենք 27 միլիոն տոննա հանույթ մետաղական հանքանյութի։ Խորհրդային ժամանակ պիկի ժամանակ եղել է 8 միլիոն տոննա։ Այսինքն մենք 3 անգամ, 3.5 անգամ ավելացրել ենք։ Բայց դրա արդյունքները լավ չեն երևում։ Ես բազմիցս ասել եմ, կարծեմ ասվել է նաև բարձր քաղաքական մակարդակով, որ Հայաստանում հրատապ է պղնձաձուլական ձեռնարկության կառուցումը, որի հետևանքով կաշխատեն 2 ավելի գործարանները եւ եւս մի քանի մեքենաշինական ձեռնարկություններ։ Պետք է դա հրատապ անպայման անել շահերի դաշտում, այդ խնդիրը բերել խոշոր բիզնեսի շահերի դաշտում։ Երկրորդ խնդիրը արդյունաբերական քաղաքականության մասին մարզերում անպայման այդ գոտիները շատ հրատապ ստեղծել եւ վարչապետից միջև մարզպետներ դնել արտադրության, արդյունաբերական արտադրության եւ փոքր միջին բիզնեսի աջակցության համար իրավունքի եւ պատասխանատվության ինստիտուտ, ոչ թե վարչապետը ուզի կամ չուզի, մարզպետը ուզի չուզի, աջակցի կամ չաջակցի։ Օրենքով ինքը պետք է այդ լիազորություն ունենա եւ դրա տակ պետք է լինի ֆինանսական ռեսուրս, որը պետք է արդյունաբերական զարգացման հիմնադրամում, որը ծիծաղելի է 569 միլիոն դրամ։ Դա շատ ծիծաղելի թիվ է, մենք դրանով չենք կարող։ Պատահական չի, որ ես երեք ձեզ հարց տվեցի արտահանման մասին։ 1.5 միլիարդ դրամ, չենք կարող դրանից շարժվենք։ Եթե արտահանման կառուցվածքը նայեք, 4 խումբ ապրանքներ են։ Այսինքն ինչը Հայաստանի Հանրապետությունը աշխարհին ապրանք բան չունի աշխարհում տալու։ Բայց այսքան խելացի ենք, այսքան խելոք ենք, գիտությանը փողեր ենք տրամադրում։ Բա որտեղ է դա։ Այստեղ պետք է լուրջ ջանքեր գործադրել, ժամանակը չի երիքում, որպեսզի ես ավելի շատ բաներ ասեմ։ Փոքր միջին ձեռնարկատիրության մասին։ Մենք ունենք բավականին հետաքրքիր կառուցված։ Մի կողմից ունենք 436,000 մարդ, որ աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, 436,000, որը 1 միլիոնի երևի 40%-ի սահմաններով է։ Եվ ունենք մոտավորապես 93-90,000 մարդ արդյունաբերության ոլորտում, 105,000 մարդ կրթության ոլորտում։ Այսպես որ մենք այս բաժանենք, կտեսնենք, որ ճիշտ ասվեց այստեղ ավելացված արժեքի մասը ընդհանուր արտադրության մեջ քչացել է։ Եթե դա քչանում է, ուրեմն շահութաբեր չի դառնում բիզնեսը, վնասները շատանում են։ Ես որ ասում եմ, խոշոր կապիտալատերը մենակ ամնում իր բիզնեսների ու չի գործում դա էֆեկտիվ, բայց մյուս հարցն է գալի, շատ լուրջ քաղաքական հարց։ Ինչի մեր խոշոր կապիտալատերերը, որոնք որ գիտեն աշխարհի որ երկրում ինչ փող դնեն, միանգամից չեն վերցնում իրաց բիզնեսները տանում դնում ուրիշ տեղ։ Նրանք գնում են անընդհատ ուսումնասիրում են եւ այլ, բայց ռիսկ չեն անում, որովհետեւ մենք սովորենք մեր ապրելակերպին։ Մենք սովորենք այսպես ապրել եւ երբ որ ես խոշորներին ասում եմ, ինչի եք դուք падգամավոր ուզում դառնաք, հասպասա ավանդույթով եկել է, մենք զգում ենք հասարակության մեջ ուժ դրանով։ Այո, մենք պետք է կարողանանք նես լինի, որ ժողովուրդը կառավարության մեջ այդ ուժը տեսնի, որ ինքը օգնականն է, հասնում է։ Եվ իհարկե դուք արձագանքում եք տարբեր հանրային խնդիրներին, դա լավ բան է, բայց անընդհատ չեք կարողանալու արձագանքել։ Մի պահ, եթե դրանք շատ լինեն, այդ հանրային նեգատիվ, ուրեմն պետք է մեխանիզմ մտածվի։ ՓՄԶ-ի մասին ժամանակս հերիք չի։ Մենք Բարգավաճ Հայաստան միանշանակ կողմ է այդ 58 ու 35-ը հանել։ Եկեք գնացեք այդ ռիսկային քայլի, ընդամենը 21 միլիարդ դրամի մասն է խոսքը։ 15 միլիարդը շրջարկ, 6 միլիարդը եկեք այդ կൂട്ടակայինի 26 միլիարդը հանեք, դա նույն բանն է։ Եվ ես ասել եմ, մոտավորապես 70,000 ՓՄԶ-ներում, եթե դա հանեք, սա ուղղակի հոգեբանական ուժեղ հրավուխ կլինի, ամեն մի թեկուզ ոչ բոլորը, մի աշխատատեղ որ առաջանա, եկամտային հարկով դուք փակելու եք։ Եթե դուք այս ռիսկերին չգնաք, արդյունք չի լինելու։ Փոքրիկ քայլերով էֆեկտ չկա։
Այնպես որ ես ասում եմ, ես ծրագիրը գնահատում եմ որպես քաղաքական, մասնագիտական առումով գյուղատնտեսության ոլորտում տոլինգի մասին կուզենայի ասեի, որ այդ մթերման ժամանակ գները չիշնեն, տոլինգով տան, վերամշակեն, հետո ուրեմն տարածքային հիմնադրամները կարողանան արտահանել, լուրջ խնդիրներ կա, ես կարծում եմ մենք ձեզ հետ միասին ձևաչափը ճիշտ պետք է գտնենք եւ պետք է լինի մարկային մեկ բան էլ վերջում անպայման Ելույթի համար Իշխան Խաչատրյան